Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը համաձայն չէ այն մտքի հետ, որ փետրվարի 18-ի նախագահի ընտրությունները մրցակցային չեն լինի։ Եթե ասում են ընտրությունները արդեն մրցակցային են։ Նա վստահեցնում է, որ որպես կուսակցության անդամ անելու է ամեն ինչ նախագահի ընտրությունները թափանցիկ անցկացնելու համար։ Մասնակցությունը լինի բավականին շատ, ժողովուրդը կարողանա իր արդար ընտրությունը կատարի եւ ընտրի մեր թեկնածուին Սերժ Սարգսյանին։ Պարոն Բեգլարյանն այսօր շրջանցեց հարցը, թե Սերժ Սարգսյանի արժանի մրցակիցներ կան, թե ոչ։ Ի դեպ, այսօր տրանսպորտի և կապի նախարարին լրագրողները հանդիպեցին Հայաստանի հարավային երկաթուղի և Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ ծրագրերի մեկնարկի շնորհանդեսից հետո։ Ծրագրի իրականացման համար Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված Ռասիա ընկերությունը կտրամադրի 3 միլիարդ ամերիկյան դոլար։ Ճանապարհը սկսելու է Մեղրիից և հասնելու է մինչև Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղ։ Առայժմ 18 ամիս շարունակ ուսումնասիրման աշխատանքներ կիրականացվեն։ Մենք կարող ենք ունենալ տարանցիկ ճանապարհներ, որը Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա մեծ ազդեցություն է ունենալու։ Ճանապարհների այս հաղորդակցության միջոցով շատ հարցեր կարող են լուծել նաև այդ քաղաքարտոնաբերության արտադրության զարգացման եւ խթանման համար։ Սուսաննա Պողոսյան, Արթուր Ղահրամանյան, IPV